Մենք պետք է միշտ բնության նկատմամբ մաքսիմալ հարգալից վերաբերվենք, ճիշտ է։ Այո։ Բայց արի փաստենք, որ յուրաքանչյուր ոլորտում, եթե մարդիկ զինվորի կարգապահությամբ աշխատեն, ամեն ինչ մենք հաջողված արդյունքով կվայելենք։ Եվ իրոք։ Եվ իրոք։ Հիմա կինո ոլորտում մարդիկ կատարյալ են աշխատել, որովհետև ֆանտաստիկ լավ նորություն ունենք ձեզ համար։ 2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի քննադատների շաբաթ ծրագրի հաջորդ քայլը նախաձեռնության պատվո երկիր ստեղծելով կարևոր հնարավորություն հայկական կինոյի միջազգային ներկայացման եւ երիտասարդ կինոգործիչների առաջխաղացման համար։ Ծրագրի շրջանակներում թե ինչեր են տեղի ունենալու կբացայտեն արդեն մեր հյուրերը։ Շտապենք ներկայացնել նրանց։ Մեր տաղավարում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ կինոռեժիսորների եւ կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ Արտյոմ Բաղդասարյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսում եք մեզ հետ եւ մինչ կանցնենք 2027 թվականի Կաննի կինոփառատոնի այս հիանալի նորությանը, մի փոքր ամփոփենք, որովհետեւ այս տարի կարծես Հայաստանը ավելին ներկայացավ, քան նախորդող տարիներին Կաննի կինոփառատոնում։ Ինչ էր այնտեղ տեղի ունենում։ Ամենակարևոր նորությունը, որ մենք վստահաբար ունենալու ենք 4 ֆիլմ, կարճամետրաժ ֆիլմեր, որոնք արտադրված կլինեն այս տարի 26 թվականին, 1 հայ եւ 1 ուրեմն արտասահմանյան ռեժիսորների կողմից, այսինքն 4 ֆիլմ, 4 հայ, 4 արտասահմանցի եւ որոնք արդեն իսկ պլանավորված են, որպեսզի լինեն քննադատական շաբաթի, ուրեմն մրցույթի շրջանակներում, այսինքն ցուցադրվել են Կաննի փառատոնում։ Եվ ոչ միայն Կաննի փառատոնում, այդտեղ այնպես է համակարգը ստեղծված, որ տարբեր փառատոներում Վենետիկ, Բերլին եւ այլն ցուցադրվել են։ Դա ամենակարևոր նորությունն է այս տարվա։ Ընտրվում են երիտասարդ ուրեմն ռեժիսորներ, որոնց ծրագրերի վրա, ծրագրերի եւ նախագծերի հիման վրա ուրեմն կազմում են ընդհանուր ֆիլմի, ուրեմն ֆիլմերի արտադրության պլանը եւ արտադրվում են Հայաստանում։ Շատ մեծ ուրախություն է սա, որովհետեւ ֆիլմերը արտադրվելու են Հայաստանում հայկական թիմերի հետ, որովհետեւ տեխնիկական թիմերը այստեղ են աշխատելու եւ երաշխավորված է, որ պիտի լինեն Կաննի փառատոնում ներգրաված։ Բնականաբար այս տարի երկար բանակցություններից հետո պարոն Բաղդասարյանը մանրամասնությունները կասի, թե ինչպես հաջողեց, որտեղ դժվար է, ամեն երկիր չէ, ամեն կազմակերպություն չի, որ կարողանում է մտնել այդ ծրագրի մեջ եւ այս տարի Հայաստանը հաջողություն ունեցավ, այս տարի Կաննում մենք հանդիսավոր կերպով այդ բանալին վերցեցինք, որտեղ Ինդոնեզիան էր 26 թվականի համար եւ 27-ին կլինի Հայաստանի Հանրապետություն։ Ինչ կասեք դուք, պարոն Բաղդասարյան, այս մասով։ Դե կասեմ, որ այդ եզակի հնարավորություններ, որ մեզ ընձեռնվեց, որպեսզի կարողանանք ներկայանալ եւ ներկայացնել մեր երկիրը եւ մեր ռեժիսորներին, այսինքն մեր կինոն ավելի այտենց ընդհանուր ասենք, երկար իրականում շատ երկար տարիների բանակցության, քաղաքական այտենց ինչ-որ բաների միջոցով քաղաքական նկատի ոչ թե քաղաքականություն վարելով հատուկ նպատակ ունենալով, որպեսզի հասնենք հենց այդ մեր նպատակը, որ դրված էր, հա, ի սկզբանե, շատ ջանքեր արեցինք եւ եզակի հնարավորություն ստացանք տարածաշրջանում երբևէ sense բան չէր եղել Հայաստանը նույնպես երբեք Կաննի փառատոնում որպես երկիր եւ որպես հայկական կինո այդպես ներկայացված չի եղել մեծ հնարավորություն է շանս որպեսզի մենք կարողանանք ցույց տալ որպեսզի ավելի տեսողական լինեն մեր ռեժիսորները դիտակետում լինեն մյուս տարի ու մեր մասին սկսեն խոսալ տարբեր փառատոներում իմանան որ հայկական կինո կա այդ շատ կարեւոր է որովհետեւ տենդենսը որ պարսկական կինո ռումինական կինոն անդադ հաջողությունները դա դրա կոմպոնենտներից մեկը այն է որ իրենց մասին գիտեն որ այդ երկրում լավ կինոներ են արտադրվում հիմա մեր խնդիրը այն է որպեսզի մենք կարողանանք ճանաչելի լինենք ստեղծենք հենց այդ ֆիլմերը դրանով ասենք որ մենք կանք ու մենք սրանից հետո միշտ ներկայանալի ենք լինելու լավագույն աշխարհի փառատոներում։ Տեսեք հայկական կինոյի ճանաչում, մշակութային դիվանագիտություն, համագործակցություններ, սա կինո արտադրության մեջ ավելացնելու է
բայց ինչն է, որ այս ամենի հնարավորությամբ մենք լրացնում ենք։ Կա բաց, որով այս ծրագրի շրջանակներում մենք լրացնելու ենք։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Մենք ունենք հրաշալի ստեղծագործողներ բոլոր արվեստների բոլոր ոլորտներում։ Կինոգործիչներ, թատերական, երաժշտական, պարային եւ այլն։ Գիտեք, մեր այն օղակը, որ պակասում է, դա մոնետիզացնող, այսինքն պրոդյուսերների, կուրատորների, արտ մենեջերների օղակն է, որ պակասում է մեզ։ Այսինքն այդ ստեղծագործությունը պետք է հասցեատիրոջը հասվի, այսինքն գործընկերներ գտնեն, հասցնեն միջազգային հանդիսատեսին եւ այլն։ Դա պրոդյուսերի աշխատանքն է, որը որ հենց մենք ստանձնել ենք կինոգործիչների միության հետ, ռեժիսորների գիլդիայի հետ, հիմնադրամի հետ կինոյի եւ պետությունը բնականաբար աջակցում է սրան։ Այս բանակցությունները, որ խոսում ենք, Արտյոմը ասում էր, այդ քաղաքականությունը դա մշակութային դիվանագիտության մասին է իրականում, այսինքն մենք բանակցելով այդ դերը ուրեմն ստանձնում ենք պետության մակարդակով եւ միությունների մակարդակով եւ դրա հետ մեկտեղ մենք ուժեղացնում ենք մեր այդ օղակները, շղթան, որ պետք է մոնետիզացնի արվեստը։ Եվ ունենք երիտասարդներ, արդեն իսկ որ տեսնում ենք, բանակցում ենք։ Հրաշալի նախաձեռնություն ունենք 2 տարուց ի վեր արդեն, մենք ունենք Կանում, ունենք Վիլա Արմենիա, ուրեմն վայրը, որը որ հանդիպման վայր է հայկական մեծ դրոշով հենց այդ հայկական տունը հայկական տունը, այո, հայկական տան մասին է խոսքը, հենց Կանում, այսինքն փառատոնի թոհու բոհի ժամանակ, այո, կոնտակտներ են լինում, առաջի խոսակցություններ են լինում, բայց հարկավոր է նստել, հանգիստ բանակցել հաջորդ քայլերի համար եւ այդ տունը հնարավորություն է տալիս եւ երեկոները հաճելի անցկացնել, ասենք մի գավաթ գինու շուտ հայկական գինու եւ բանակցել եւ ունենալ եւ արդեն ունենք արդյունքներ 2 տարուց ամեն անգամ ունենում ենք արդյունքներ։ Դե այդքանից հետո պարոն Դանիելյան, ինչպես կարելի է արդյունք չունենալ հայկական գինի հրաշալի միջավայր ստեղծագործող մարդիկ։ Իսկապես, երբ մենք խոսում ենք փառատոններից, այն ստեղծագործողների մասին, որոնք այս կամ այն փառատոնին, այս դեպքում կինոփառատոններին ներկայացնում են իրենց աշխատանքները, թվում է թե մեկ մարդու անուն է, ռեժիսորի, կինոարտադրողի կամ այդ թիմի, բայց սա երկիրը ներկայացնելու, երկրի մասին աշխարհին պատմելու եւս մեկ հնարավորություն է, որովհետեւ փառատոնները իրենց հետ բերում են նաեւ համագործակցություններ։ Իսկ Կաննը գիտենք, որ լավագույն վայրն է, ոչ միայն ցուցադրվելու եւ երկիրը ներկայացնելու, այլ նաեւ նոր արտադրողների, կինոմանների, կինոսերների եւ կինոգործիչների Հայաստան բերելու։ Արդյոք այս հնարավորությունը եւս ունենք, բացի այն 4 երիտասարդներից, որոնք հաջորդ տարվա Կաննի համար արդեն սկսելու են եւ այս տարի նկարելու են իրենց կարճամետրաժ ֆիլմերը։ Ես պլանավորել էի անպայման դրա մասին խոսալ, շնորհակալություն այդ հարցի համար, որովհետեւ մենք անդադ նշում ենք 4 հայ ռեժիսոր, բայց շատ կարեւոր է որ հասկանանք, որ այդ 4 հայ ռեժիսորի հետևում կանգնած են մեծ թմեր, հայկական թմեր, ստեղծագործական թմեր։ Այսինքն մենք ունենալու ենք օպերատորներ, կինոյի նկարիչներ, դիմահարդարներ եւ մեծ ստեղծագործական թիմ, որոնց անունների կողքին լինելու է Կանի փառատոնը։ Կինոմատոգրաֆիստները կհասկանան եւ շատ մարդիկ, ովքեր գիտեն դրա մասին, թե այդ ինչ կարեւոր կոմպոնենտ է կինոմատոգրաֆիստի համար, որպեսզի աշխարհում ճանաչելի լինի, երբ որ քո ֆիլմը նայում են, եթե տեսնում են քո ֆիլմը մասնակցել է կամ դու IMDb-ում կամ ինչ որ կայքերում քո անվան կողքը կա, որ դու մասնակցել ես Կանի կրիտիկների շաբաթվան, այդ արդեն level up-ել, այսպես անգլերեն բառ օգտագործենք, այդ շատ կարևոր է։ Մեծ թիմեր, կինոն մենք գիտենք, գոնե 20 ստեղծագործական մասնագետներ լինելու են չասած մեծ տեխնիկական թիմերը, որոնք լինουν ավելի մեծ դերասանների մասին։ Չմոռանանք մեր դերասանների մասին։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։ Որովհետև մեր դերասաններն էլ հնարավորություն են ստանալու հայ դերասանները դիտվել, ճանաչվել պրոդյուսերներ, որովհետև նայեք, Կանի կրիտիկների շաբաթի նպատակը այն է հայտնաբերել նոր անուններ։ Իրանց հիմնական մեր նպատակը մեր մասին պատմել, իսկ իրանց նպատակը նոր անուններ աշխարհին տալն է։ Իսկ այդ նոր անունները այդ 4 ռեժիսորը չեն։ Այդ ամբողջ ստեղծագործական թիմն է, դերասաններ, ել նշեցի ամբողջ, որը մենք վերցնելու ենք, գնալու ենք Կան ու պետքա հիմա ամեն ինչ անենք, որպեսզի բարձրագույն կարգով ներկայացնենք մենք այդ
ու հետո հպարտանանք ու հետո մյուս անգամ գանք ձեր հյուր ու ձեզանից մեկը ասի, որ այդ պրոյեկտից հետո իրեն հրավիրել են ինչ-որ շատ Տեսեք, մեր ճանաչված տաղավարում յուրաքանչյուր խոսք իրականություն է դառնում։ Այնպես որ սպասում ենք Բայց առաջարկ։ յուրաքանչյուր լավ ծրագիր, լավ հաջողություն նաև իրենից բխում է դժվարություններ, չէ՞, որոնք պիտի հաղթահարենք։ Դերասանների մասով խոսենք, ֆիլմերը կամ առհասարակ ֆիլմերը հայալեզու են լինելու թե ոչ։ Այո։ Եւ Ֆրանսիայի եւ արտասահմանցի եւ հայ ռեժիսորների նկարանած կարճամետրաժ ֆիլմերում բացառապես դերասանները խոսելու են հայերեն։ Հիմա նայեք, այստեղ շատ կարևոր բան կա։ Միջազգային ասպարեզ ենք մենք մտնում եւ հենց դա է մեր ուրեմն խորքային խնդիրը, քանի որ տարիներ ի վեր մեր կինոն, մեր թատրոնը, մեր մնացածը հայաստանյան ուրեմն շրջանակի մեջ է մնացել, մենք բավարարել ենք մեր փոքրիկ շուկայով, մեր փոքրիկ երկրով եւ չենք ասել, որ ամբողջ աշխարհն է մեզ համար շուկա։ Եվ հիմա այս քայլով մենք մտնում ենք միջազգային շուկա։ Այդքան այստեղ լեզվի դերը այդքան կարևոր չի, ինչքան որ մեր թեմաները եւ Հայաստանի ձայնը, ստեղծագործական, մշակութային ձայնը տանել աշխարհին։ Ինչու են աշխարհում նոր տարածքներ, նոր երկրներ փնտրում, քանի որ շատ տեղերում արդեն եւ թեմաներն են սպառված, եւ ստեղծագործական, ուրեմն սֆերաներում սպառվածություն է նկատվում, եւ նրանք նոր տեղեր, նոր ձայն, նոր մտքեր, նոր կրեատիվ ուրեմն տեսակների փնտրտուքի մեջ են եւ մենք վստահաբար Հայաստանը ունի իր ձայնը ասելու այդտեղ։ Եվ այստեղ շատ կարեւոր էր, որովհետեւ մենք արդեն իսկ հայտերը բաց էին մի քանի շաբաթ շարունակ, որովհետեւ մենք մեր կինոռեժիսորները կարողանան դիմել իրենց ծրագրերով մասնակցելու համար։ Ամենաառաջին պայմանը, որ պետք է անգլերեն տիրապետեն, քանի որ միջազգային ուրեմն համագործակցության մասին է խոսքը, այդտեղ լեզվական ոչ մի պատնեշ չունենանք։ Ֆիլմերը այս տեխնոլոգիական դարի կարող է լինել ցանկացած լեզվով, միևնույն է այնտեղ ցուցադրումները կլինի տեղի լեզվով կամ ուրեմն սուբտիտրերով, թարգմանությունով, դա խնդիր չի։ Առաջնայինը թեմաներն են եւ մեր երկրի ստեղծագործական ներուժը ներկայացնելն է միջազգային ուրեմն ասպարեզում։ Մենք խոսում ենք երիտասարդ ստեղծագործողների մասին եւ դրան զուգահեռ խոսում ենք, որ աշխարհը ամեն հաջորդ վայրկյանին մեկ քայլ առաջ է գնում ու փոփոխվում է։ Ինչ ունի այսօր հայ երիտասարդը աշխարհի կինոյի լեզվով խոսելու եւ պատմելու։ Գուցե դա հայ ու Հայաստանի մասին չէ, այլ համամարտկային խնդիրներ են, որոնք ունենք նաեւ մենք։ Ինձ թվում է, որ միշտ էլ այդ հավերժա խոսել համամարտկային արժեքների մասին իրականում այդ արժեքները, քանի որ ես նաև ներկայացնում եմ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը, ես փառատոնի հիմնադիրներից մեկն եմ, ես միշտ օրինակ եմ բերում, որ այս տարի 95 երկրից հայտ ենք ստացել եւ այդ 95 երկրից պատկերացնում եք աշխարհագրությունը ինչքան մեծ է։ Ուղարկած ֆիլմերի թեմաները համարյա նույնն են՝ մայր, ծնող, ընտանեկան կոնֆլիկտ քո երկրում ինչ որ եւ ամենահետաքրքիր ֆիլմերը նրանք են, որոնց համամարտկային արժեքների մասին են խոսում։ Ու լավագույն ֆիլմերը միշտ նրանք են, երբ որ դու խոսում ես քո մասին, քո խնդիրների, քո հույզերի մասին եւ եթե հայը խոսում է իր մասին, այդ արդեն հայկական ֆիլմ է, անգամ եթե նա լինի ճապոներեն լեզվով, նա չի կարող չլինել հայկական կինո, որովհետև հայը խոսում է իր մասին։ Դրա համար թե լեզուն, թե վիզուալը, անգամ լոկացիան այդքան կարևոր չէ, ինչքան ով է խոսում եւ իր ինքնությունը, որովհետև եթե մենք հայ ենք եւ մեր ինքնությունը հայ է, մենք չենք կարող փոխել եւ ճապոնական կինո արտադրել, հա, մենք մեկը Ճապոնիայում էլ հայկական ֆիլմ ենք արտադրելու։ Դրա համար մեր երիտասարդները շատ տաղանդավոր են, մենք արդեն ստացել ենք 26 հայտ։ 4 տեղի համար։ 26 հայտ 26 հայտ արդեն ստացել ենք, հա, մենք հիմա կմշակենք եւ կուղարկենք արդեն կանի կրիտիկների շաբաթի մասնագետներին, որոնք արդեն կընտրեն այդ առաջի 10-ի հետ Ոսկե ծիրանի Գայվ Պրոյի շրջանակներում ինտերվյու կանեն ու այդ 10-ից կընտրեն հենց այդ 4-ը, որոնք կսկսեն արդեն հավաքել թիմ եւ նկարել իրենց ֆիլմը։ Իսկապես մշակութային իրադարձությունները հատկապես այս ոլորտում մեկը մյուսին հերթ չեն տալիս եւ եթե չեմ սխալվում վաղվանից մեկնարկում է նաեւ Երևանյան կարճամետրաժ կինոների օրերը, ինչ է սպասվում, քանի օր է լինելու, փորձենք շատ կարճ նաեւ այս մասին պատմել մեր հեռուստադիտողներին։ Այս տարի մենք բացումը լինելու է Երևանում կինոյի տանը ամսի 25-ին երեկոյան, օգտվելով ժամը 7-ին, օգտվելով առիթից բոլորին հրավիրում եմ, ազատ է մուտքը։ Հետո մենք
ավանդույթ ունենք, ամեն տարի գնում ենք մարզեր։ Այս տարի գնալու ենք Գյումրի եւ փակումը լինելու է Գյումրիում ամսի 29-ին։ Եվ նորից հրավիրում եմ մեր Գյումրի կինոսերներին գալ, շատ լավ ֆիլմեր ունենք, շատ հետաքրքիր ծրագիր է սպասվում եւ հետաքրքիր հյուրեր ունենք աշխարհի տարբեր մասերից, որոնք կներկայացնեն workshop-եր կլինեն, տարբեր հանդիպումներ։ Եթե հետաքրքրված եք, սոցհարթակներում փնտրեք, գտեք էջերը, որպեսզի որևէ բան բաց չթողնեք, իսկապես շատ հագեցած ծրագիր է եւ հաստատ կգտնեք ձեր սիրելի ժանրը, ստեղծագործողները կամ նոր բացահայտումներ կանեք, ինչպես Կաննը փնտրում է նոր անուններ, այնպես էլ մենք հնարավորություն կունենանք ծանոթանալու նոր ստեղծագործող մարդկանց հետ։ Շնորհակալ ենք անչափ այն աշխատանքի համար, որ կատարել եք եւ շարունակում եք այդ ճանապարհը, հուսալով, որ այս Կաննի նաեւ հայկական ուղին դեռ ավելի մեծ հաջողություններ է գրանցելու, սպասենք այդ 4 անուններին։ Սկսել ենք հրաշալի տնից եւ վստահ ենք, որ այն կունենա իր երկար ու հրաշալի Մենք ճանապարհ։ հուսում ենք, որ ձեզ էլ կտեսնենք ֆիլմերից։ Մեծ սիրով, մեծ սիրով։ Շնորհակալություն ձեզ օրվա հաճելի շարունակություն եք մաղթում, սիրելի հեռուստադիտողներ։ Մենք հիմա վարկյաներ անց եթերային էստաֆետը փոխանցում ենք լրահոսի մեր գործընկերներին, եղեք տեղեկացված։ Րոպեներ անց մենք կլինենք այստեղ տաղավարում եւ կշարունակենք առավոտ լուսոն։